Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան եզրուցում քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Բոզյան, մեր հավելն ընդունելու համար։ Շաբաթներ առաջ տեղի ունեցան Գյումրու ավականու ընտրությունները եւ արձանագրվեց քաղաքացիական պայմանագրի պարտությունը, անգամ ավականի չանցած ուժերի տոկոսները եթե հաշվենք, քաղաքացիական պայմանագրին եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որտեվ Քարոզ Արշավը ինքն էր սկսել, դեմ է գյումրեցիների 64%։ Սա հետաքրքիր պատկեր է, որտեվ մենք ընտրություններից առաջ ձեզ հետ մի քանի քննարկումներ ունեցել ենք եւ դուք ունեիք վստահություն, որ ԿՊՄՊ եւ Նիկոլ Փաշինյանը պարտվելու են Գյումրիում, նրանք մերժվելու են այդտեղ, նաեւ մենք քննարկել ենք դրանց համապետական տրամաբանության շրջանակում, որ այո, տրամադրությունները փոխելու Հայաստանում մի այլ հետաքրքիր պատկեր եւս արձանագրվեց ընտրությունների արդյունքում, որ այսպես միանշանակ լիդեր ուժ կամ անհատ չկա, չնայած Գյումրին իր առանձնահատկություններ ուներ, մենք դրա մասին խոսենք այդ ընտանիքային, կլանային առանձնահատկությունները, որից տարբերվում էր միայն Մայր Հայաստանը։ Բայց այնուամենայնիվ ցույց տվեց, որ ընտրությունների արդյունքում կարող է լինել խայտաբղետ ընդդիմադիր դաշտ, ասենք տարբեր երանգներ, մոտեցումներ ունեցողների, Հիմա արդեն հետընտրական, եթե վերլուծում ենք արդյունքներն ունենալով, ինչ ցույց տվեց Գյումրին, առանձնահատկությունները հաշվի առնելով, արդյոք կարելի է Գյումրու արդյունքները պրոյեկտել կամ արդյունքների որ մասը կարելի է պրոյեկտել հանրապետության մակարդակում։ Օրինակ, ինձ համար ես այդ պրոյեկցումը արել եմ, որ այո, մերժման տոկոսը հանրապետության բոլոր համայնքներում նույնը կլինի, բայց պատկերը այլ կլինի, որտեղ Գյումրիում կային կոնկրետ անձինք, որոնք այդ քաղաքում վատ իմաստով չեմ ասում, կլանային, այսպես հարաբերությունների մեջ են եւ իրենք բնականաբար այլ համայնքներում նման մոտեցումներ գրեթե չկան։ Տեսեք, շատ լավ թեմա է որոշել քննարկել, որովհետեւ իսկապես Գյումրու ընտրությունները յուրօրինակ մոդել է, որը մենք հասկանանք, թե ընդհանրապես Հայաստանում ապագա գալիք ընտրություններում արտահերթ թե հերթական ինչ պատկեր կարող է լինել։ Նախ սկսենք մի քանի շերտերով, վերլուծենք։ Սկսենք այն հանգամանքից, որ Գյումրիում դուք ասացիք, որ 64%-ը փաստացի ընդդիմադիր գործիչներին է ձայն տվել, ընդամենը 36%-ն է տվել իշխանությանը, չէ։ Ես ասեմ, որ մինչև ընտրությունները մենք որակական մակարդակի հարցումներ ենք անցկացրել, բավականին լուրջ անալիզ ենք արել եւ մեր խորին համոզմամբ ձեր նշած 36%-ը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Մոտարապես մեր իմ նշածը չէ, իրական, իրականում մոտարապես 10-11% էր կազմում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եւ ընդհանրապես ԿՊ-ի վարկանիշը, ինքը primary-զով, որ ընտրեց ոչ ԿՊ-ական գործիչ Սարիկ Մինասյանին, մեր գնահատականով ինքը բավականին ճիշտ որոշում կայացրեց, որտեղ ԿՊ-ական ցանկացած տեխնացու ինքը 10-11%-ին 0 վարկանիշ էր ավելացնելու, մինչդեռ Սարիկ Մինասյանը չլինելով ԿՊ անդամ եւ մինչև ընտրությունները մի քանի ամիս առաջ ինքը կուլիսային խոսակցությունների ժամանակ խիստ բացասական էր վերաբերվում ԿՊ-ին եւ դրա մասին գիտեին Գյումրիում եւ հաշվառելով այն հանգամանքը, որ իր վրա տենց մեծ կրիմինալ պատմություններ, բաներ չկար եւ այսպես, ինքը մոտարապես մի 5%-ն ինքը ավելացրեց այդ 10%-ին, մոտարապես մեր գնահատականներով մոտարապես 15% ունեին իրենք, բայց հաշվառելով այն հանգամանքը, որ Գյումրիում հսկայական դեր է կատարել նաեւ վարչական ռեսուրսը, պետական վարչական համակարգը ամբողջ Հայաստանից
այսպես կենտրոնացել էր Գյումրիի վրա եւ մասամբ նաեւ Փարաքյարի վրա եւ Գյումրիում այդ հսկայական աշխատանքի արդյունքում նրանք կարողացել են մինչեւ 20-21% հավաքագրել։ Ինչ է դա նշանակում վարչական ռեսուրս։ Երևի թե մեր հասարակությունը պետք է հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Տեսեք, նախկին իշխանությունների ժամանակ կար ընտրակաշարք հասկացողություն։ Ընտրակաշարքը յուրօրինակ պաշտոնապես չէր խրախուսվում, նույնիսկ արգելված էր, նույնիսկ քրեական բաներ, բայց ոչ ֆորմալ իմաստով թույլատրված էր բոլորին, բայց քանի որ իշխանությունը նրա ամենամեծ ռեսուրսը եւ Բարգավաճ Հայաստանը ուներ երկրորդ ռեսուրսը, մեծ հարուստ էր, որովհետեւ մնացած քաղաքական ուժերը, քանի որ այդքան ռեսուրսներ չունեին, օբյեկտիվորեն պատկերն նենց էր ստացվում, որ իշխանությունն էր ամենաշատ ձայնը, հա, ըստ փողի։ Երկրորդ կուսակցությունը դառնում էր ԲՀԿ-ն, երրորդ ուժը դառնում էր արդեն մնացած ուժերը, որոնք ռեսուրս չունեին։ Ընդ որում իշխանությունը բացի ընտրակաշարքից գումարում էր նաև վարչական ռեսուրսը։ Վարչական ռեսուրսը բացի ընտրակաշարքից դա նշանակում է տարբեր տիպի պետական մակարդակով բյուջե եւ արտաբյուջետական ֆոնդերով աշխատանքներ ի օգուտ տեղական ժողովրդի համար։ Պաշտոնների խոստում կամ պահպանում, պաշտոնների նշանակում, որտեղ իրանք ունեն հսկայական ռեսուրսներ նշանակելու։ Բացի այդ, հասարակ մարդկանց վրա աշխատելու, տարբեր տիպի սոցիալական մարդկանց կարիքների բավարարելու, դա մասսայական էր։ Հիմա ինչ փոխվեց այս իշխանության ժամանակ։ Ընտրակաշարքը վերացավ, բայց վերացավ։ Չէ, ընտրակաշարքը վերացավ, պաշտոնական ընտրակաշարք չկար։ Նա թույլ չէր տրվում ոչ իրենց, ոչ ընդդիմությանը, բայց ընտրակաշարքի տեղը մնաց վարչական ռեսուրսը։ Վարչական ռեսուրսը մնաց եւ ստացվեց այնպես, որ իշխանությունը ուներ առավելություն վարչական ռեսուրս օգտագործելու, դա ինչ է նշանակում, ասենք օրինակ, ասենք կանենք մոդելով իշխանության ներկայացուցիչը մանր գալիս տնետուն, ասում էր դուք ինչ խնդիրներ ունեք, այդ խնդրեմ ունեք, մենք պետական բյուջե կլուծենք, դուք ունեք փեդի խնդիր, գալիս եք դնում եք գրում ենք փեդ ենք տալիս։ Ընտրակաշարքը ո՞նց է լինում։ Ընտրակաշարքը բառից բնի իմաստով փող բաժանելը նշանակում, այսինքն փող բաժանելը եւ վարչական ռեսուրսը նախկին իշխանության ժամանակ եւ փող բաժանել կար եւ վարչական ռեսուրս կար, ընդդիմությունը չուներ վարչական ռեսուրսի հնարավորություններ, մենակ ընտրակաշարք բաժանելու տարբերակ, իսկ այս իշխանության ժամանակ կա մենակ վարչական ռեսուրս, ընտրակաշարք չկա, բայց վարչական ռեսուրսը քանի որ միայն իր ձեռն է, ինքը Գյումրիում մոտավորապես ընտրակաշարքի գործոնը աշխատեց մոտավորապես 20-21-22%-ով, այսինքն այդ 36%-ով իրանք հավաքել են, ինքը դա փաստացի այդ 36%-ը որ բաժանենք 10%-ը իրենց վարկանիշն է, 5%-ը իրենց տեխնացուի վարկանիշն է, մնացած 21%-ը վարչական ռեսուրսի աշխատանքն է։ Հիմա տես մոտավորապես նույն պատկերը կար նաև Փարաքյարում։ Մենք խոսում ենք Գյումրիի մասին, բայց Փարաքյարում էլ նույն մոդել 60-40 հարաբերակցությամբ, նույն մոդելներ, այսինքն էլի 40%, էլի վարչական ռեսուրսը սկայական աշխատացրեցին։ Հիմա տեսեք, իշխանությունը ամբողջ Հայաստանով մեկ կուտակեց հիմնականում Գյումրիի վրա, մի քիչ էլ Փարաքյարի վրա աշխատեց։ Համընդհանուր ընտրությունների ժամանակ, հանրապետական ընտրությունների ժամանակ այդ ռեսուրսներ չկա, որ ինքը բոլոր տեղերում չէ, այսի կարողանա աշխատի նույն չափի։ Դա նշանակում է առնվազն իր վարչական ռեսուրսի գործակիցը 2 անգամ կրճատվելու, առնվազն 2 անգամ, այսինքն եթե Գյումրիում դա 20-21% էր աշխատում, ապա ընտրության ժամանակ կլինի մոտավորապես 10%։ Նա պատկերավոր ասենք եթե ինքը ունի մի ոստիկանապետ, որը կարող է ուղարկել մի Գյումրի, համապետական չի կարող ունել 15 ոստիկանապետ, որ ուղարկի մարզեր, քաղաքներ։ Այո, ոստիկանի դերը այստեղ այդքան մեծ չի, որքան վարչական ռեսուրսի դեր, այսինքն վարչական ռեսուրս ամբողջ հանրապետության ժամանակ ոստիկանությունն էլ էին լցրել, որ ճնշեն։ Հասկանալի է, միաժամանակ ամբողջ հանրապետությունը մեկ վարչական ռեսուրսով ծախ, ինքը այնուամենայնիվ ես կարծում եմ, որ 10-ից մաքսիմում 15% աշխատելու, իսկ իրանց ռեյտինգը 10%-ի պրակտիկորեն չի փոխվելու։ Այսինքն ես գրեթե կասկած չունեմ, որ ցանկացած արտահերթ հերթական ընտրություն որ լինի Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլ Փաշինյանը ստանալու է մաքսիմում մոտավորապես 20-ից 25%։ Ամբողջան, հիմա քաղաքական դաշտում կա։ Եթե դրան գումարենք նաև, եթե դրան գումարենք, այսպես ասած, եվրոպական կողմնորոշման որոշակի մի սեգմենտ, իսկ մեր հարցումներով եւ Գյումրիում եւ բանում մոտավորապես 20%-անոց մարդկանց տրամադրվածություն կա եվրոպական կողմնորոշում ունի, մեր բանաձևով մենք հաշվում ենք, որ մինչև 7-ից 8%-անոց ուժ կարող է անցնի, եթե դրանք գրագետ աշխատեն, նորմալ աշխատեն, ապա եթե դրան էլ գումարենք, ապա իրականում ապագա ընտրությունների ժամանակ այդ սեգմենտը, իշխանական բլոկը կարա հավաքի մոտավորապես 30-ից 35% ոչ ավել։ Սա ես ուղղակի ասում եմ որպես ճշգրիտ հաշվարկ, որ մենք արել ենք
եւ դա տրամաբանական է եւ հասկանալի է, որովհետեւ մեծ հաշվով տրենդը այսօրվա դրությամբ արդեն հակառակն է, ընդհանրապես աշխարհում միշտ մարդկանց տրամադրությունը ամեն 5-10 տարվա մեջ փոխվում է։ Դեռ մենք կգանք այդ 65-70% սեգմենտին, բայց քանի որ խոսիկ ընտրությունների մասին քաղաքական դաշտում փորձ է արվում, չեմ ասում լայն շրջանակներ, բայց փորձ է արվում նաև այս խոսույթը մոտեցումը առաջ բերել, որ Նիկոլի հետ չարժի գնալ ընտրությունների։ Հիմա Գյումրինից ցույց տվեց արժի չարժի։ Մյուս կողմից մենք հասկանում ենք Գյումրու տարբերությունը համապետական է, որովհետև մեր տարբեր եթերներում ասել են, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահում է որպես իր անվտանգության միակ երաշխիք, իշխանական աթոռը։ Համապետականում Նիկոլ Փաշինյանի գործողությունները տարբեր են լինելու եւ կարող է ընտրակաշարք լինի եւ կարող է ընտրակեղծիքների այլ մակարդակ լինեն, այսինքն Հիմա Նիկոլի հետ ընտրության արժի գնալ թե չգնալ։ Մյուս պարագայում քաղաքական դաշտի համար ինչ է նշանակում ասել ընտրությունների գնալը սխալ է։ Արդյոք դա այսպես կրակահերթ չի քաղաքական դաշտի ուղղությամբ։ Տեսեք, շատ լավ հարց եք տալիս, տեսեք, ես շատ կարևոր մի դետալ ասեմ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտավորապես 10% է, հակավարկանիշը ինքը մոտավորապես տատառում է 50-ից 60%, հակավարկանիշը։ Եվ զարմանալի չէր, որ Գյումրի ընտրությունների վերջի օրերին Փաշինյանը չգնաց Գյումրի։ Չնայած տեսակետ են ասում, որ չգնաց, որտեղ գիտեր, որ ինքը պարտվելու է, բան։ Ես կարծում եմ, որ դա մի քիչ ավելի երկրորդական թեմա է, որովհետև իրենք Երևանի ընտրությունների ժամանակ նաև արձանագրեցին, որ Փաշինյանի Երևանը եւ Փաշինյանի խոսույթը միանշանակ իջեցնում է տեխնացուի վարկանիշը։ Նիկոլ Փաշինյանի ընտրություններից առաջվա գնալը եւ խոսքը Գյումրիում բնականաբար միանշանակ բացասական ազդեցություն թողեց իշխող իշխանության տեխնացուի վրա եւ դա իսկ կնիքը դրեց հետագա գործընթացների վրա։ Այսինքն Փաշինյանի այսպես դաշնակիցը դա գաջաշ մտնոլորտ լինելն է, այսինքն հասարակության մեջ այսօրվա դրությամբ չկա Նիկոլ Փաշինյանի կողմնակցի մտնոլորտ, կա հականիկոլական մտնոլորտ, այլ խնդրի այդ հականիկոլական մտնոլորտը ինչքան կլինի մեծ թե փոքր, երբ որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է հանդես գալիս, ինքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ինքը չհասկանալով կամ չգիտակցելով ինքը մեծացնում է իր հակավարկանիշը եւ հենց դրա պատճառով, այսինքն քաղաքական ուժերի շնորհիվ, այդ թվում նաեւ Մայր Հայաստանի շնորհիվ մենք կարողացանք այնտեղ հակակփական մտնոլորտ սարքենք, այդ մտնոլորտը փաստացի հաղթեց իրան։ Եթե մտնոլորտը չլներ, իրենք միգուցե կարողանային այդ վարչական ռեսուրսով հավաքեին, բայց քանի որ համապետական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը անձամբ բնականաբար հանդես է գալու, դա նշանակում է իր հետ քայլելու է նաեւ իր հակավարկանիշը, այսինքն ընդդիմությունը ստանալու է մեծ ֆորա իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ այն մարդիկ, որոնք ասում են, թե եթե Նիկոլ Փաշինյանը չմասնակցի, դա չի կարելի այդ ընտրության գնալ, ես ասում եմ ճիշտ հակառակը, քաղաքագիտական տեսակետից դա տգետ տեսակետ է։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դա մեծ նվեր է։ Դա ասում են թույլ չի տա ընտրությամբ իշխանության փոփոխություն։ Բորիս ջան, ես մի բան ասեմ, դա տգետ տեսակետ է, շատ տգետ տեսակետ է, որովհետև մարդիկ պակի քաղաքագիտական պատկերացումներ չունեն, ինչու դուք տեսեք, դուք ասում եք, ես այդտեղ համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահում է իր կյանքը պահելու համար։ Իհարկե, բայց հիմա մարդը արդյոք իր կյանքը պահելու համար պատրաստ չի լինելու ամեն ինչ։ Բայց մարդիկ խում հավերժ չեն։ Տեսեք, օրինակ Սաակաշվիլին էլ էր, չէ՞, նույն Նիկոլ Փաշինյանի պես ինքը պահելու էր, իր կյանքի խնդիր էր, չէ՞։ Հիմա ինքը նստած է, չէ՞, բայց ինքը ուզում էր, որ պահեր, պայքարես մինչև վերջ, կարողացավ մաքսիմալ ընտրակաշարքների, վարչական ռեսուրս օգտագործել, բայց 2012 թվականին պարտվեց։ Մարդիկ պարտվում են ոչ թե այն բանի պատճառով, որ չեն հասկանում, բակի տրենդը փոխված է արդեն։ Բայդենը, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այդ մարդիկ, որոնք տենց ասում են, դա ես ենթադրում եմ ինչից է գալիս։ Ենթադրում եմ Հայաստանում, քանի որ ընտրական մեխանիզմով իշխանություն միջևա չի փոխվել, այդ մտայնությունը կնիքա դրե բոլորի մտածողության վրա։ Բայց մարդիկ չեն անալիզանում, որ նախորդ իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունների մեջ կա ֆունդամենտալ տարբերություն։ Նախորդ իշխանության պահպանման լեգիտիմության հիմքը ընտրական ինստիտուտը չի եղել։ Նախորդ իշխանությունները պահել են իշխանությունը իրանց լեգիտիմությունը հիմնավորված է եղել Ղարաբաղի հաղթանակով։ Այսինքն Ղարաբաղում հաղթել են, այդ Ղարաբաղի հաղթանակը լեգիտիմացրել է իրանց իրավունքը պահել իշխանությունը եւ ընտրական ինստիտուտը իրանց համար
լեգիտիմության երկրորդ էլեմենտը չի եղել։ Դրա համար միշտ ընտրությունները կեղծվել են, բայց իշխանությունը պահպանվել է։ Այսինքն, երբ որ իշխանությունը ունի լրացուցիչ լեգիտիմություն, ընդունում ավելի կարևոր լեգիտիմություն, այսինքն Ղարաբաղի հաղթանակն է, չէ՞, ինքը կարող է իրան թույլ տա, իհարկե դա լավ չի, բայց եթե ինքը թույլ չտար, ինքը շատ ավելի լուսավորիչ իշխանություն կներ, բայց եթե ինքը թույլ է տալիս եւ այդ ընտրակաշարքի միջոցով ինքը կարողանում է վերարտադրվի, ինքը կամաց սկսում է այլասերվել եւ այլասերվեց հասավ 2018 թվականը, որը հասկանալի էր, բայց ինքը ուներ լրացուցիչ լեգիտիմության հիմքը։ Այս իշխանությունը լրացուցիչ լեգիտիմության հիմք չունի, միակ հենարանը մնացել է ընտրական լեգիտիմությունը։ Այս իշխանությունը ունի ընտրական լեգիտիմություն, ինքը չունի այլևս սոցիալական լեգիտիմություն, ինքը չունի այլևս անվտանգության լեգիտիմություն, ինքը չունի այլևս Ղարաբաղի հետ կապված լեգիտիմություն, ինքը բոլոր լեգիտիմությունները իր մոտ փլվել են։ Միակ լեգիտիմությունը, որ մնացել է, դա ընտրական լեգիտիմությունն է մնացել, այսինքն ընտրական լեգիտիմությունը թույլ է տալիս իրան դեռ մնալ իշխանության մեջ։ Երբ որ պահին, որ ինքը ընտրական լեգիտիմության մեջ կիրառեց ընտրակաշարք, ինչպես որ նախորդներն են կիրառում, չէ, ինքը կփլվի, որտեղ ինքը երկրորդ լեգիտիմության գործիքը չունի ինքը։ Դա ճիշտ է խնդիրը։ Ես նորից եմ կրկնում, մարդիկ կարան գրքեր չկարդան։ Ես նորմալ եմ համարում, որ քաղաքագիտական գրքեր մարդիկ անպայման չի որ բոլորը կարդան կամ չկարդան, բայց գոնե դրսի փորձերից մի քիչ մարդիկ պետքա գոնե ասենք սարի վրա պետք է մարդիկ չապրեն։ Եթե դու սարի վրա ես ապրում, դու չես կարող ոչ մի պատկերացում ունենաս, որովհետև Հայաստանի process-ները դա լուսնի վրա process-ներ չեն։ Հայաստանի process-ները դա համաշխարհային պատմության process-ների փոքր մասն է, իր սպეციფიკայով։ Նույն հարևան Վրաստանի ընտրություն իրավիճակը, նույն Մոլդովայի իրավիճակը։ Եթե տենց լիներ, դա նշանակում է, որ ոչ մի իշխանություններ հնարավոր չէ լինի փոխել, բայց իշխանությունները փոխվում են, չէ՞։ Հայաստանում քանի իշխանություն է փոխվել, միշտ փոխվել է, չէ՞, իշխանությունը։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այդ մտածել են տարբերակով, որ այ եթե Նիկոլ Փաշինյանը որ ուզում ասեմ, պարոն Բոզան, ես այդ մարդկանց իհարկե հասկանում եմ, իրենք ինչ նպատակով են դա անում, կապ չունի նպատակը։ Չէ, որտեղ իրենք վերջում էլ ասում են լավ էլ ընտրության մասնակցել են, դրա մաս չխոսում։ Բայց ասեկան մենք տեսնում ենք նույն այդ համաշխարհային օրինակներով, ասենք Ռումինիայում, չէ՞, պրոռուսական մարդը ընտրվեց, ասեցին, չէ, դու նախագահ չես։ Հա, ճիշտ ես։ Քեզ զրկեցին նախագահ դառնալուց։ Արգելեցին ընտրություններին հաջորդ մասնակցել։ Բայց շատ լավ ձևակերպում տվեցի, բայց տես Ռումինիան այլ հարթություն, այլ տիրույթում է գտնվում։ Ռումինիան այսօր գտնվում է եվրոպական տարածքում, որտեղ դոմինանտային դեր են կատարում գլոբալիստները։ Գլոբալիստները կարող արգելեն Լեպենին, գլոբալիստները կարող Լեպենին, այո։ Գլոբալիստները պայքար են մղել գերմանական այլընտրանքի դեմ, բայց ընդեղ էլ մտնոլորտը որ փոխվի, իսկ ընդեղ մտնոլորտը փոխվում է։ Ինչով է փոխվում։ Նախ Տրամպի հաջողությամբ, որտեղ Տրամպի Միացյալ Նահանգների ազդեցությունը Եվրոպայում շատ մեծ է։ Պլյուս դրան այդ միգրանտների գործոնը, որը շատ մեծ դեր է կատարում իրանց մոտ։ Այդ մտնոլորտը որ փոխվեց, գլոբալիստները խայտարակ մարդիկ։ Հիմա հաջորդ հարցը բանոց։ Այսինքն Հայաստանը այդ եվրոպական տարածքի գոտու երկիր չի։ Հաջորդ հարցը բանոց, որ կարծում էլի մարդկանց կետաքրի։ Ձեր վերլուծությունները լսել։ Դուք քան որ այդ տեսակետն եք ասում, կան մարդիկ քաղաքական դաշտում ասում են, տեսեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ամեն օրը կորուստ է։ Այո։ Մենք կարող ենք 2026 թվականի ընտրություններին հասնել, ասենք Հայաստանի կես տարածքով կամ չգիտեմ այլ պատկերով։ Բայց այդ դեպքում ասում են ոնց եք դուք ասում գնանք ընտրությունների, ախր պետք է հիմա հարցը լուծել։ Այսօր ներողություն ավարտեմ հարցը։ Եվ ընդ որում երբ որ ասում են լավ, դուք ծրագիր ունեք, գոնե ծրագիր Նիկոլից հետո ինչ է լինելու, ինչ եք անելու, ասում են ժամանակ չունենք, ինչ ծրագիր, դա կմնա Նիկոլից հետո կորոշենք ով կգա, ինչ կանի։ Հիմա մի կողմից մենք հասկանում ենք այս խոսակցության տակի նպատակը, բայց մյուս կողմից ժողովուրդը նաև այս հարցադրումները կարող իր համար անցալի ասել, ժողովուրդ դուք ասում եք ամեն օրը կորցնում ենք, ինչ ընտրություններ, ինչ 2026 թվական։ Շատ լավ հարց ես տալիս, ես 30 տարի հանգամանքների բերումով ես 90-ական թվականներից հետևել եմ այդ process-ներին։ Ուրեմն 90-ական թվականներից ես այդ խոսույթը լսել եմ։ Մենք ժամանակ չունենք։ Հա, մենք ժամանակ չունենք, ժամանակ չկա։ Օրինակ ես ասեմ ձեզ, ես տարբեր շրջանակներով որ մենք փորձում ենք աշխատել, որ փորձում ենք բաներ ենք փորձում առաջարկել, երբ որ մի քիչ ավելի երկարաժամկետ, ավելի խորքային բաներ ենք ուզում առաջարկենք, ասում են մենք ժամանակ չունենք։ Կապ չունի, սա մենք ժամանակ չունենք տարբերակը, դա ամենամոդայիկ ձևակերպումն է Հայաստանում։ Ընդ որում Հայաստանում հետեւյալ միշտ եղել է հետեւյալը, երբ որ մարդը իշխանության մեջ է լինում, ինքը ասում է ինքը երկրի փրկության համար է պայքարում։ Երբ որ մարդը ընդդիմության մեջ անում, ինքը ասում է որ այս երկիրը կործանվելու է վաղը չէ մյուս օրը։ Այսինքն երկիրը կործանվելու վաղը չէ մյուս օրվա թեզով ապրում է հիմնականում ընդդիմադիր տրամադրություններով մարդիկ եւ ճիշտ հակառակը կայունություն, պետություն, պահպանման բանով ապրում է այն մարդը, որ իշխանության մեջ է։ Դա էլ եմ ես տեսել։
Ընդ որում տեսել եմ այն մարդուն, որ այդ նույն մարդը, որ իշխանության մեջ է սկսում էր խոսել կանոնության մասին, հենց որ հայտնում էր ընդդիմության մեջ խոսում էր աշխարհը սա փլվելու է, հեսա Հայաստանը գետի տակ անցնելու, մեկ այդ ժամանակը չունենք, մեկ պետք է վաղը չմյուսօրը իշխանությունը Եվ շանսավ անցավ։ Հա, հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, որ այս մտայլությունները որ կան, դրանք նոր չեն, դրանք հին են եւ ըստ էության դիցուկ ասենք մենք ժամանակ չունենք։ Ինչ են առաջարկում այդ մարդիկ, ովքեր որ ասում են ժամանակ չունենք։ Ես հարց եմ տալիս, որովհետեւ մեծ հաշվով Հայաստանում իշխանության փոփոխության պարագայում մի քանի տարբերակ անում։ Ընտրությունների միջոցով, արտահերտ ընտրությունների միջոցով, փողոցի ճնշման արդյունքում, չէ՞, եւ ֆորս մաժորային process-ների արդյունքում։ Ֆորս մաժորը չգիտեմ, հնարավոր չի կանխատեսել անենց ոնց որ իրանք որովհետեւ քաղաքագիտությունը եւ գիտությունը եւ արվեստը Ես համաձայն եմ, որ իր մոտ արվեստի էլեմենտներ կա քաղաքագիտության մեջ, բայց ֆորս մաժոր կանխատեսել ոչ մեկ չի կարող։ Իհարկե, եթե ֆորս մաժոր եղավ, պետք է ամեն ինչ անել, որ օր առաջ ամեն ինչ անել, որ փոխել է իրավիճակը, բայց եթե ֆորս մաժոր չկա, ժողովրդին կոնսոլիդացնելը, հավաքելը, բացատրելը, որ պետք է հիմա ընտրություններից դուրս գնալ, չգիտեմ ինչ անել, շատ բարդ խնդիր է։ Ընդ որում ես ներկայացնում եմ թիմը, որը առավոտից իրիկուն հասարակ մարդկանց հետ շփումների մեջ է եղել եւ Երևանի մակարդակով եւ Գյումրիում մենք անընդհատ տնետուն գնացել ենք մարդկանց հետ շփվել ենք աշխատել ենք տարբեր տիպի թեմաների օրակարգերի թեմայով ենք քննարկել մենք շատ լավ ճանաչում ենք մարդկանց տրամադրությունը մարդիկ դժգոհ են ճնշող մեծամասնությունը դժգոհ է բայց մեծ զանգվածներ պատրաստ չեն դուրս գալ փողոց ցավոք սրտի եմ ասում սա որովհետեւ մարդիկ ուզում են հասկանան թե ում շուրջ պետքա գնան այդ այսինքն այն լիդերը որը Հայաստանում ընկալել էր ոնց որ Շարլ դե Գոլը Ֆրանսիայում ընկալվեց ոնց որ Ջորջ Վաշինգտոնը Ամերիկայում էր կամ չգիտեմ այնց վառ անհատականություն որը անվերապահ սաղ 90% ժողովրդի տեսնում է որ իր ճանապարհով կգնա մենք այտենց իրավիճակ ցավոք սրտի չունենք եւ հաշվառելով այդ հանգամանքը Իհարկե մարդկանց մոտ դժգոհությունը շատ մեծ է։ Իհարկե մարդիկ հասկանում են, որ օր առաջ պետք է փոխել։ Իհարկե ես էլ եմ մտածում, բայց ի վերջո ցանկանալը եւ իրականությունը դարձնելը դա շատ տարբեր բաներ են։ Գոնե այն մարդիկ, որ տենց բան ասում են, գոնե այդ մարդիկ գոնե իրանց պրակտիկ աշխատանքով պետք է ցույց տան, թե իրանք ինչ են արել։ Հասկանում ես։ Ինչ, բայց մենք այն մարդկանց շարքում ենք բանանում, որ մենք շատ ակտիվ աշխատում ենք։ Նույն ակտիվ մարդիկ աշխատում են դիմադրության ժամանակ, երբ որ այդ ուժը ակտիվ փողոցներ էր փակում, պայքարում էր, մարդիկ այդ մարդկանց մեղադրել կամ մեզ մեղադրել, որ մենք, չգիտեմ, տրանսպորտի համար ենք պայքարել, մենք մեղադրել, որ մենք հետևողական տարբեր տիպի process-ների մեջ եղել ենք։ Ծիծաղելի կա լինի, որտեվ ճուզողը մենք ենք, այսպես ասած։ Դա ցանկություն է, բայց այդ ցանկությունը պետք է կարողանաս դու կյանքի կոչես։ Լավ կլինի, որ դու անենց պատրաստվես, որ ճիշտ պահին կարողանաս իսկապես փոխես իրավիճակը, բեկում մտցնես, ջարդես ու վերցնես այդ խնդիրը։ Այլ ոչ թե նստես տունը կամ Facebook-ի հետևում սկսես արդեն բանանես, որ ճամարտակես, որ գիտես ինչ իշխանությունը բան ընտրությունները հնարավոր չի, վաղը պետք է գնանք մի հատ փոթորիկ կազմակերպենք, որ այդ փոթորիկով հենց անենք, որ իշխանությունը փախնի։ Տեսեք, նույն Սրբազանի շարժման ընթացքում հսկայական զանգված էր հավաքվել, 60,000 մարդ էր հավաքվել Երևանի կենտրոնում, բայց քաղաքական բանաձև չկարողացան գտնեին, որ քաղաքական բանաձևի արդյունքում Փաշինյանի իշխանությունը հեռացվեր։ Ինչի, որովհետև ես նույնպես եմ կրում այդ խոսույթները, որ ընտրությունները երկրորդական ընտրություններով չի կարելի գնալ բան, դա խանգարում է մարդկանց մտածողության համար, դա խանգարում է նաև քաղաքական վերնախավի համար։ Մինչդեռ քաղաքագիտական աքսիոմ է, եթե դու կարողացել էիր 60,000 մարդ հավաքել, դու կարող էիր պարտադրել արտահերտ ընտրություններ, իսկ պարտադրած արտահերտ ընտրությունների պարագայում անխուսափելի կհասնեիր հաջողության։ Ես դա միանշանակ եմ ասում, բայց քանի որ այդ խոսույթը ընտրությունների դեմ, ընտրությունների ճանապարհով փոխելը, բանեվալենը դա խանգարում է մեր հասարակ մարդու մտածողության վրա, խանգարում է քաղաքական վերնախավի գիտակցության։ Չէ, որում եթե մարդիկ փողոցային պայքար են պատկերացնում, չէ, փողոցային պայքարը, չէ, եթե ասում են, երևություն էլի, եթե ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները կեղծելու է, ով է խանգարում ընտրությունների կեղծման հանգամանքը վերցնել ու փողոց դուրս գալ, նույն ձևով Նիկոլ Փաշինյանի հարցը։ Համաշխարհային պատմության բոլոր հեղափոխությունները կատարվել են ընտրությունների ժամանակ։ Ֆրանսիական հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունը,
բոլոր տիպի հեղափոխությունները ընտրությունների ժամանակ են, այսինքն ընտրությունը դա այն տեղն է, որտեղ կուտակվում է մարդկանց դժգոհությունը, մարդիկ ոտի են հելնում եւ գնում է։ Տեսեք, բոլոր Անգամ 2018-ին եթե Սերժ Սարգսյանի ընտրության հանգամանքը չլիներ, դժվար է պատկերացնել, մարդիկ փողոց դուրս գան։ միանշանակ։ Դրանից ներողություն, ընդամենը 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյան թանկացումների համար բողոքի ակցիա էր հրավիրել 100 հոգի մարդ էր մասնակցում, այսինքն այդ նույն Նիկոլ Փաշինյանն էր եւ նույն մարդիկ էին։ Որից Հայաստանի բոլոր դժվարին process-ները 96 թվականը եղել է ընտրություններից հետո 2008 թվականի ընտրություններից հետո եղել 2013 թվականի process-ը տենց է եղել, այսինքն բոլոր ակտիվ process-ները եղել են ընտրության ժամանակ կամ ընտրության շուրջ ընտրությունից դուրս շատ քիչ դեպքեր կարանք մենք հիշենք, որ տես բան կանունի եզակի բաներ դա սրբազան շարժումը, բայց դա էլ արդեն ազգային անվտանգության իրanci հետ կապված խնդիր եղավ։ Ես նույնպես եմ կրկնում, եթե այդ մտայնությունը չլներ, որ այ ընտրությունները դա բոբոյա չի կարելի գնալ, ես համոզված եմ, որ սրբազան շարժումը հաջողության կունենա, որտեղ 60,000 մարդ հավաքեց Երևանի կենտրոնում ու չկարողանաց քաղաքական բանաձևով պարտադրել իշխանությունը գնալ արտերտ ընտրությունների եւ փոխել իշխանությունը, կներես ես չեմ ուզում գնահատական տալ, թե դա ինչ է նշանակում։ Երկրորդը, այո, համաձայն եմ այստեղ ձեզ հետ։ Երկրորդը այդ քաղաքական բանաձևումը ես Շարմազանը ինքը նորմալ մարդ է, բայց Իրան այդ բանը իր վրա ճնշել այդ հոգեբանական, որ ընտրությունը չի կարելի բնալ, պետք է այլ բաներով, դա խանգարել։ Երկրորդը արձանագրենք, որ ընտրությունը այդ կոնկրետ նաև այդ process-ի համար միակ այսպես ասած քիչ կորուստերով կամ անկորուստ ելքներ ինչու որտեղ սրբազան շարժումը կամ Տավուշահուն հայրենիքի շարժումը դա մի շարժում էր որին միացել էին Սասնա ծռերից միջև Հայաստանի Հանրապետական կուսակցություն կարելի ասել ամբողջ հասարակության ճնշ այդ 90%-ը ժողովրդի որը 10%-ի մերժում է 90%-ը կարելի ասել կուտակված է եւ հաջորդ միջի ներողություն բամբոզան միտքը ասեմ դուք էլի ձեր մեկնաբանությունը կտակ խնդիրը նրանումն էր որ ընտրությունը ինչու էր ելք որովհետև Սասնա ծռերի եւ Մայր Հայաստանի պատկերացրած վարչապետի տեխնացուներ տարբեր են։ Երբ որ դու գնում ես խորհրդան ասես վարչապետի տեխնացու, դե առաջ այդտեղ պարակտումը սկսվում է։ Իսկ ընտրությունը հնարավորություն է եւ Սասնա ծռեր եւ Մայր Հայաստան եւ Հանրապետական գնալ ժողովրդի քվեն ստանալ, ասել ախպեր կգաք, խորհրդանը կձևավորի ժողովրդի կամքով, ով էլ շատ կստանա ինքն է կդառնա վարչապետ։ Դու ասում ես դասագրքային ճշմարտություններ, որը դասագրքերում գրած է։ Կներես մենք հիմա վիրավորական է, որ մենք նստեց երկու լուրջ մարդ նստած քննարկում ենք առաջի դասանի ոնց որ հիմա մենք խոսենք հիմա մարդիկ տրվում են մանիպուլյացիաների ոնց չէ հիմա մենք խոսում ենք որ ասենք օրինակ եմ ասում 2 անգամ 2 ինչ է 3 գումարած 5 ինչ է մենք հիմա որ քննարկենք ծիծաղելի վիճակ բայց եթե մի քանի հազար հոգի սկսեն հավատալ որ 2 անգամ 2 անում է 7 Հայաստանի պրոբլեմը գիտես ինչի մեջ է Հայաստանի պրոբլեմը կայացել այն բանի մեջ ես նաև մեղադրում եմ նաև այն բանի մեջ որ ցավոք սրտի մեր նախկին իշխանությունները չկարողացան քաղաքական այնպիսի վերնախավ ձևավորեն որը կա արդեն աշխարհի բոլոր կայացած երկրներում նույն Ադրբեջանում որ ավտորիտար երկիր է ընդդերի եւ թե վերլուծական եւ թե քաղաքական եւ թե լրագրողական միտքը մի կարգով տարբեր ավելի բարձրական Հայաստանում ցավոք սրտի եմ ասում ինչի որտեւ այդ հիմա որ նստել խոսում ենք մենք sense պարզունակ պրիմիտիվ բաների շուրջ որ ակնհայտ է բոլորի համար հիմա այս բանը որ մենք քննարկեինք ասենք ռուսական լսարանում կամ վրացական լսարանում մարդիկ կզարմանային կասեն այս մարդիկ ում են ձեռանում բայց մենք հիմա քննարկում ենք մի բան որը վիրավորական է դու հասկանում ես դա տարական ճշմարտություն է աշխարհի բոլոր իշխանապողությունները անցկացնում են կամ հերթական ընտրություններով կամ արտահերթ ընտրություններով կամ process-ներից հետո ընտրությունները դա լեգիտիմացնում է իշխանությունը դա ուրիշ ձևի հնարավոր չի նույնիսկ Նիկոլ Փաշինյանը որ վերցեց իշխանությունը ինքը ստիպված գնաց արտահերթ ընտրությունների որպեսզի ձևավորի այս լեգիտիմացնի իր իշխանության վերցնելը որովհետև մեծ հաշվով ոչ ընտրական ձևով իշխանության գալը դա նոնսենս է, դա շատ քիչ է լինում տես բան։ Հասկանում ես, նույն վարդերի հեղափոխությունը ընտրության արդյունքը չէ, այդ հեղափոխությունը եղավ։ Նույն բանը ուկրաինական այդ նարնջագույն բոլոր հեղափոխություններն են հենց ընտրության արդյունքում։ Ինչ եմ ուզում ասեմ, ստեղ քննարկման մենք պետք է լուրջ բաների մասին քննարկենք։ Մենք ստիպված գալիս ենք քննարկում ենք մի բանի մասին, որը ամբողջ աշխարհում արդեն ընդունված է, բայց մենք այնքան ենք հետընկած որ մենք քննարկում ենք մի քանի բան որը ուղղակիորեն դա վիրավորական է մենք շատ ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած մեր երկիրը շնորհակալ եմ պարոն Բոզյան հետաքրքիր քննարկման համար մենք դեռ կարծում վաղը կտեսնենք Գյումրիում ինչ process-ներ են գնում դեռ կարծում քննարկելու բան կունենանք այսօր այսքանը
Ես շասում զրուցում էի քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ, տեսություն կհանդիպենք։